ռեգիոնալ բալանս է, այսպես խաթարվում, այսինքն միայն նա չէ, ընդհանուր այդ քննադատությունը այդ դաշտից որ գալիս է, որ ինչ-որ հակառուսական հերթական բան արեցինք եւ ոչինչ չենք ստանում։ Բայց 300,000 ադրբեջանցիներին առանձին կանդրադառնանք։ Ուրեմն ռեգիոնալ բալանս է խախտվում, որ ռեգիոնալ բալանսի մասին է խոսքը, մինչ 2020 թվականի, թե 2026 թվականի եղած ռեգիոնալ բալանսի, որովհետև եթե խոսում ենք մինչ 2026 թվականը, դա այլևս անցյալում է, այդ ռեգիոնալ բալանսը առաջին հերթին խախտել է Ռուսաստանի Դաշնությունը։ Սկսենք դրանից։ Ինչ վերաբերում է 2026 թվականին, ճիշտ հակառակը, Հայաստանը ի վիճակի է եղել իր անմիջական անվտանգային միջավայրում ներդաշնակ առաջանցիկ իրատեսական քաղաքական օրակարգեր առաջ մղել, հետևաբար իր նպաստը բերել ռեգիոնալ ուրեմն ուժային բալանսի ձևավորման գործում, այ հոյակապ ստացվեց, ձևավորման գործում